Ստորև ներկայացված է չինացի վերլուծաբան Լիու Յանտինգի վերլուծական հոդվածը, որը թարգմանվել է South Global ամսագրից։ Հոդվածը գրվել է ի պատասխան մի իրադարձության, որը, եթե իրական լիներ, անկասկած կդասվեր 21-րդ դարի ամենացնցող և ճակատագրական քաղաքական սպանությունների շարքում։ Հեղինակը քննում Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությունից հետո ծավալվող հնարավոր սցենարները, հանգիստ անցումից և ռազմական հովանու ներքո իշխանության կենտրոնացումից մինչև համակարգի լիակատար փլուզում և քաոս։ Կարևոր է նշել, որ սա վերլուծական աշխատանք է, որը դիտարկում է տեսական զարգացումները, հիմնվելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունների, Իրանի ներքին կառուցվածքի և պատմական նախադեպերի վրա։ Այն ընթերցողին հրավիրում է խորհելու իշխանության, իրավահաջորդության և մերձավոր արևելքում կայունության փխրունության բարդ դինամիկայի շուրջ։ Այս թարգմանության արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն շահումյան կազմակերպության տեսակետները։ 3 սցենար, որոնց կարող է բախվել Իրանը Այաթոլլահ Խամենեիի նահատակությունից հետո։ Ամիսներ տևող լարվածության և միջուկային բանակցությունների փակուղից հետո ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի վաղ առավոտյան համատեղ ռազմական գործողությամբ օդային հարձակում իրականացրին Իրանի դեմ։ Հայտարարված նպատակն էր գլխատել ռազմական որոշումների կայացման կառույցը և արագացնել Թեհրանի քաղաքական կառուցվածքի փոփոխությունը, ռազմավարություն, որը մեկընդմիշտ պետք է փակեր միջուկային ծրագրի, հրթիռային ծրագրի և դիմադրության առանցքի հարցերը։ Այսօր պարզ է դարձել, որ գոնե կարճաժամկետ հեռանկարում Վաշինգտոնի և Թել Ավիվի համար սա հաղթանակ է։ Դոնալդ Թրամփը շաբաթ երեկոյան իր սոցիալական ցանցում Truth Social հայտնել է Այաթոլլահ Խամենեիի սպանության մասին, այն անվանելով ոչ միայն արդարություն Իրանի ժողովրդի համար, այլև պատասխան նրա արյունռուշտ հանցագործություններին մարդկության համար։ Բենյամին Նետանյահուն նույնպես ժամեր անց իրանցիներին կոչ արեց ապստամբել և տապալել այս ռեժիմը։ Սկզբում Թեհրանի պաշտոնյաները կտրականապես հերքեցին այս լուրերը, սակայն, ի վերջո, Իրանի պետական հեռուստատեսությունը կիրակի մարտի 1-ին պաշտոնապես հաստատեց, որ հեղափոխության առաջնորդը ուրբաթ առավոտյան իր աշխատասենյակում աշխատելիս զոհվել է ամերիկա-իսրայելական հրթիռների հարվածից, և նրա դուստրն ու թոռը նույնպես զոհվել են այդ միջադեպում։ Անկասկած այս ռազմադաշտային ձեռքբերումը ամրապնդում է Արևմուտքի հաջորդ ճնշման լծակը։ Թրամփը զգուշացրել է, որ հարձակումները կշարունակվեն մինչև կայուն խաղաղություն հաստատելը Մերձավոր Արևելքում, սակայն հիմնական հարցն այն է, թե արդյոք Այաթոլլահ Խամենեիի մահը կհանգեցնի միայն մարտավարության փոփոխության, թե կարող է նաև հանգեցնել Իրանի Իսլամական Հանրապետության փլուզմանը։ Տարելի է համարձակ ասել, որ նույնիսկ այս հարձակման հեղինակները չունեն այս հարցի միանշանակ պատասխանը։ Առաջին սցենարը՝ հանգիստ անցում ճգնաժամից։ Հաշվի առնելով մահացած առաջնորդի տարիքը, ակնհայտ է, որ համակարգը պատրաստ էր նման օրվան։ Այս պնդման վառ ապացույցը Էբրահիմ Ռայիսիի վերելքն էր մինչև առաջնորդության շեմը։ Մինչև 2024 թվականի մայիսյան ավիահաղթարը նա համարվում էր իրավահաջորդության վերջնական և գրեթե վստահ թեկնածուն։ Թեև Մոջտաբա Խամենեիի անունը նույնպես լսվում էր մասնավոր շրջանակներում, սակայն գործադիր փորձի պակասը, ինչպես նաև համակարգի գաղափարական հիմքերը, որոնք հակասում են ժառանգականությանը, նրան դարձնում էին ոչ իրատեսական տարբերակ։ Ուստի Ռայիսիի ուղղաթիռի վթարից հետո մահացած առաջնորդը ստիպված եղավ մեկ այլ իրավահաջորդ հայտնաբերել։ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի 2025 ընթացքում ոչ պաշտոնական լուրերը վկայում էին, որ 3 նշանավոր հոգևորականներ ընտրվել էին որպես վերջնական թեկնածուներ։ Թեև այս անձանց անունները երբեք պաշտոնապես չհրապարակվեցին, լրատվամիջոցները նշել են մի շարք նշանավոր դեմքեր։ Այաթոլլահ Ալիրեզա Արաֆին, հոգևոր ճեմարանների ղեկավար և փորձագետների խորհրդի անդամ, Հոջաթոլ Էսլամ Մոխսեն Ղոմին, առաջնորդի գրասենյակի անդամ և ռազմավարական հարցերի փորձագետ, Այաթոլլահ Մոխսեն Արակին, փորձագետների խորհրդի անդամ և Իսլամական միասնության տեսաբան, և Այաթոլլահ Ղոլամ Հոսեյն Մոխսենի Էջեիին, դատական իշխանության ղեկավար։ Այս բոլոր անձինք, բացի իրենց գիտական դիրքից, եղել են առաջնորդի մերձավոր և առաջին օղակի վստահելի անձինք։ Այաթոլլահ Խամենեիի կյանքի վերջին 6 ամիսներին այս դեմքերի վրա հենված իշխանական ցանցն այնքան ինքնուրույն էր գործում, կարծես իրավահաջորդության մեխանիզմն արդեն գործարկված լիներ։ Սակայն խնդիրն այն է, որ այս անձինք, բացի Էջեիից, չունեն առանցքային գործադիր կամ անվտանգային պաշտոններ զբաղեցնելու փորձ և զուրկ են հանրային ճանաչվածությունից։
Մյուս կողմից, Իրանը գտնվում է վերջին 3 տասնամյակների ընթացքում տարածաշրջանային ամենաբարդ իրավիճակում։ Նոր առաջնորդը ոչ միայն պետք է շեշտը դնի 1979 թվականի իդեալների շարունակականության վրա, այլև կարողանա գործել իրականության դաշտում։ Ազդեցություն գործել պետության բարդ կառուցվածքի վրա, տնտեսական կառավարում իրականացնել պատժամիջոցների և լրացուցիչ ճնշման պայմաններում, պահպանել և կազմակերպել դիմադրության առանցքը և կառավարել սոցիալական դժգոհությունները։ Այսպիսով, նույնիսկ եթե իրավահաջորդը Խամենեիի մերձավոր շրջապատից լինի, նա պարտադիր չէ, որ կարողանա հետևել նրա ռազմավարություններին։ Այս անձանց բարձր տարիքը, բոլորը 60-ից բարձր, և բավարար գործադիր փորձի բացակայությունը կարող են արագացնել կառուցվածքային անկումը։ Ուստի չի կարելի բացառել, որ Իրանը ներկա պահին շարժվի դեպի խորհրդային առաջնորդություն, լուծում, որը բացի կրկնակի գլխատաման ռիսկը նվազեցնելուց, կխոխամատուցի նաև նոր առաջնորդի անփորձությունը։ Հետաքրքիր է, որ այս առաջարկը քննարկվել էր նաև Իմամ Խոմեյնիի մահից հետո, սակայն ի վերջո չիրագործվեց։ 1991 թվականի առաջին տարիների քաղաքական գործունեությունն այս մոդելի օրինակ է։ Այաթոլլահ Խամենեիի որպես առաջնորդ գործնականում ժամանակ իշխանությունը կիսում էր Հաշեմ Ռաֆիշանջանիի հետ, այն ժամանակվա նախագահի։ Իշխանության մասնակցությունը կարող է հարթել անցումային շրջանը, ընդլայնել սոցիալական բազան և նոր առաջնորդին շնչառության հնարավորություն տալ։ Այսպիսով, նման սցենարի դեպքում բարեփոխողները, որոնք տարիներ շարունակ մարգինալացված էին եղել, կարող են կոլեկտիվ ղեկավարության մեխանիզմի միջոցով մոտենալ իշխանության կենտրոն։ Թեև 2026 թվականի ձմռանից ձերբակալությունների ալիք է սկսվել այս հոսանքի դեմ։ Բարեփոխողները, թեև արտաքին քաղաքականության մեջ հակված են արևմտքի հետ համագործակցությանը և ցանկանում են զսպել միջուկային ծրագիրը պատժամիջոցների չեղարկման դիմաց, այնուամենայնիվ դեռ սահմանվում են համակարգի շրջանակներում և չեն ցանկանում Փահլավիների վերադարձը։ Այդուհանդերձ, այս հոսանքի վերածնունդը սպանության առաջացրած ազգային զայրույթի ստվերում այնքան հեշտ չի թվում, և նրանց մասնակցության ձևն ու չափը կախված կլինի իշխանության կոշտ միջուկի ոլորտից։ Երկրորդ սցենարը՝ զինվորականների հովանու ներքո իշխանություն։ Սակայն մյուս հավանականությունը իշխանության դուրս գալն է քաղաքացիական հաստատությունների ուղեծրից և զինվորականների հաստատումը որոշումների կայացման բուրգի գագաթին։ Իրանի Իսլամական Հանրապետության պատմության ընթացքում բանակը և Հեղափոխության պահապանների կորպուսը ՀՏԿ միշտ ապրել են հոգևորականության ինստիտուտի կողքին։ Այս դաշինքը պարզապես ավարի բաժանում չէր, այլ արմատավորված էր ընտանիքի, տնտեսության և հասարակության մեջ։ Նույնիսկ 1999 թվականի անկարգությունների ժամանակ, թեև բանակի հրամանատարները սպառնում էին միջամտել, նրանք երբեք չկասկածի տակ դրեցին իրենց հավատարմությունը առաջնորդությանը։ Սակայն վերջին տասնամյակը հիմնարար փոփոխություններ է բերել։ Դիմադրության առանցքի մոբիլիզացումը, տարածաշրջանային պատերազմներում մշտական միջամտությունը և ներքին բողոքների ճնշումը կտրուկ մեծացրել են անվտանգության ուժերի, հատկապես ՀՊԿ-ի կշիռը։ Կարելի է ասել, որ թեև հոգևորականությունը հաղթեց հեղափոխությանը, սակայն վերջին 4 տասնամյակների ընթացքում դրա շարունակականությունն ավելի շատ պայմանավորված էր զինվորականների պատրաստակամությամբ պաշտպանելու համակարգի գոյությունը։ Պատրաստակամություն, որը մինչ այժմ չի հանգեցրել հաջորդ քայլին։ Այս պայմաններում Այաթոլլահ Խամենեիի սպանությունը կարող է հնարավորությունների պատուհան լինել ՀՊԿ-ի համար։ Եթե զինվորականները լիովին զավթեն իշխանությունը, 1979 թվականի հավասարակշռությունը կփոխվի, խորհրդարանը և այլ ընտրովի մարմինները կմարգինալացվեն, և քաղաքական մրցակիցները ճանապարհ չեն գտնելու վիճարկելու այս նոր կարգը։ Նման իրավիճակում առաջնորդը տիտղոսը ամենայն հավանականությամբ կպահպանվի, սակայն իշխանության կենտրոնը կլինի դաշտային հրամանատարների ձեռքում։ Այս մոդելը նման է Եգիպտոսին կամ Պակիստանին։ Առաջին տիպում բանակը և իշխում է, և մենաշնորհում է տնտեսությունը։ Երկրորդ տիպում բանակը գործում է որպես որոշիչ ուժ պետության կողքին։ Այս դեպքում արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ին հակադրություն մեծ փոփոխություն տեղի չի ունենա։ Սոցիալական որոշ սահմանափակումներում, ինչպիսին է պարտադիր հիջաբը, կարող են վերանայումներ լինել, սակայն տնտեսական կամ ժողովրդավարական բարեփոխումների մասին խոսք լինել չի կարող։ Գործնականում նույն հին ճգնաժամերը՝ գնահանջ, գործազրկություն, կոռուպցիա, սոցիալական հուսահատություն կշարունակվեն ավելի ռազմական դեմքով։ Երրորդ սցենարը՝ փլուզում և քաոս։ Սակայն երրորդ հավանականությունը ԱՄՆ-ի և Իսրայելի վաղեմի երազանքն է՝ համակարգի փլուզումը։
Այս սցենարում առաջնորդի եւ ավագ պաշտոնյաների մի խմբի ֆիզիկական վերացումից հետո Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական կառուցվածքը ներսից կքայքայվի եւ որոշ ժամանակ անց փողոցային բողոքները, վերնախավի պառակտումը եւ բանակի ճնշումներից հրաժարվելը կհանգեցնեն համակարգի փոփոխության։ Թեև դժվար է պատկերացնել, որ կես դարից ավելի գոյատևած համակարգը կարող է փլուզվել, սակայն Խորհրդային Միության եւ Սիրիայի օրինակները ցույց են տվել, որ կայունությունը հավերժ չէ։ Այդուհանդերձ, փլուզումը պարտադիր չէ, որ հանգեցնի ժողովրդավարության։ 1979 թվականի փորձը ցույց տվեց, որ ներքին բռնությունը, ցեղային ապստամբությունները, տեղական հակամարտությունները եւ ահաբեկչությունը կարող են շարունակվել տարիներ շարունակ հեղափոխությունից հետո։ Այսօրվա Իրանում փլուզումը ամենայն հավանականությամբ կուղեկցվի էթնիկ փոքրամասնությունների, հատկապես քրդերի եւ բելուչների ապստամբությամբ եւ անկայունություն կտարածի հարևան երկրներում։ Փախստականների ճգնաժամը եւ քաղաքացիական պատերազմն ուղղակիորեն կսպառնան Պարսից ծոցի անվտանգությանը, տարածաշրջան, որտեղ այժմ Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ն ձգտում են տեխնոլոգիական զարգացման եւ ներդրումների ներգրավման։ Հորմուզի նեղուցի փակումը կամ հակամարտությունների տարածումը տարիներով կհետաձգի Մերձավոր Արևելքի սիլիկոնային հովտի երազանքը։ 4-րդ սցենարը՝ բոլորի համադրություն։ Իրական աշխարհում իրադարձությունները հազվադեպ են հետևում մեկ սցենարի։ Հնարավոր է, որ սկզբում տեղի ունենա հանգիստ անցում, սակայն նոր առաջնորդը չկարողանա պահպանել վերահսկողությունը եւ իշխանությունը փաստացի անցնի ՀՊԿ-ին։ Այնուհետև հաղթողների եւ պարտվողների միջև հակամարտությունը կբերի փոքրամասնությունների ապստամբությունների եւ փողոցային բողոքների, եւ ի վերջո տեղի կունենա փլուզում, կամ հակառակը, փլուզման շղթան որոշ ժամանակ անց կդադարի եւ հոգեվորականության, բարեփոխումների եւ զինվորականների դաշինքը կկայունացնի իշխանությունը։ Սակայն կարևոր նշում է, նույնիսկ ամենալավատեսական սցենարներում Իրանի մարտահրավերները արատավոր տնտեսություն, արժանույթային ճգնաժամ, էներգետիկ անբավարարություն, կոռուպցիա եւ հասարակական անվստահություն մնում են ուժի մեջ։ Ի վերջո, իսլամական հեղափոխությունը ստիպված կլինի վերասահմանել իր ռազմավարությունը, շարունակել միջամտությունությունն ու դիմադրությունը, թե մարտական նահանջ կատարել ճնշումը թուլացնելու եւ պատժամիջոցները չեղարկելու համար։ Ինչ էլ որ լինի, իսլամական հեղափոխությունը հասել է ճակատագրական պատմական լորանեն։